Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում պարբերաբար հրապարակվում են թարմ տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք արվում են նկարահանման հրապարակում։ Ինչպես հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, ի տարբերություն հեռուստասերիալի, որտեղ իրադարձությունները գնալով էլ ավելի թեժ ու էլ ավելի լարված են դառնում։ Նախորդ սերիայից պարզ դարձավ, որ Նարեի հայրը բոլորովին էլ պատրաստ չէ իր դստեր կողքին լինելու, այլ ընդհակառակը նա ամեն ինչ անում է, որպեսզի դուստրն ամուսնանա Արմոյի հետ, չնայած որ նա գիտի, որ Արմոնն ամենն անում է շանտաժի մեթոդով։ Արմոն Նարեին շանտաժի ենթարկելով մատանի դրեց մատին, իսկ նրա հայրն արդարացրեց այդ քայլը։ Իհարկե դեռ Սաքոն չգիտի, թե Արմոն ինչ է պատրաստել նրա համար և ինչ թակարդում են նրանք ընտանիքով հայտնվելու, բայց մինչ այդ նա փորձում է իբրև թե պատիվը պահել։ Բայց արդյոք նման կերպ հայրերը կարող են իրենց դստրերի պատիվը պահել ու իրենք էլ չընկնել թակարդը, որոնք պատրաստել են Արմոյի նմանները։ Արմոյի ձեռում է հայտնվել նրանց ունեցվածքի մի մասը, դա է պատճառը, որ Նարեի հայրը պատրաստ է նույնիսկ աղջկան զոհել հանուն իր կարողությունների։ Սաքոն պատվի անվան տակ դեռ տարիներ առաջ է սկսել գործել մեղքեր, այն բանից հետո, երբ իմացավ, որ քույրը հանդիպում է իր մտերիմ ընկերոջ հետ, նա ոչ միայն սպանեց ընկերոջն առանց լսելու նրա բացատրությունը, այլև քրոջը դուրս արեց տանից ու մինչև այժմ որևէ տեղեկատվություն չունի քրոջ մասին։ Իհարկե դեռ չունի, բայց շատ շուտով քույրը հայտնվելու է ու շատ հետաքրքիր անակնկալներ է բերելու հենց Սաքոյի համար։ Հայկը մեծացել է առանց հոր ու մտածել, որ հայրը ուղղակի թողել է իրենց ու հեռացել ու երբևէ չի հետաքրքրվել։ Այդ պատճառով նա իր կյանքից ջնջել է ու նույնիսկ մեղադրում է եղբորը, որը հայտնի չէ իհարկե թե ինչ պայմաններում որտեղ է հայտնվել, որ հնարավոր է գնացել է իրենց հոր մոտ։ Իհարկե Հայկը դեռ չգիտի, որ հայրն այս աշխարհում չէ արդեն, այլ Սաքոյի թեթև ձեռքով հայտնվել է արդեն այն աշխարհում։ Բայց շատ շուտով Սաքոն պատասխան է տալու իր բոլոր արածների համար։ Իհարկե և Սաքոն և Քաջիկը պատասխան տվել են արդեն իրենց զավակների կորստով, քանի որ Սաքոն կորցրեց իր ավագ որդուն, բայց դա էլ չփոխեց նրան ու հիմա էլ փորձում է Նարեին զոհել հանուն իր շահերի ու կեղծ պատվախնդրության։ Հայկն արդեն հասկացել է, որ Նարեն մինչև ականջների ծայրը սիրահարված է իրեն ու պատրաստ է ամեն քայլի գնալ, միայն թե Հայկին ոչինչ չպատահի, և այդ ամենը զայրացնում է իհարկե և Սաքոյին և Արմոյին։ Սաքոն վախ ունի, որ Հայկը օրերից մի օր հայտնվելու է Նարեի կողքին ու նա վախենում է Հայկի աչքերի մեջ նայելուց, քանի որ շատ լավ հասկանում է, որ օրերից մի օր Հայկը պարզելու է, թե ուր է իր հայրը։ Բայց մինչ այդ ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է սպասվում հեռուստասերիալի հետագա սերիաներում, չմոռանաք միանալ մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե արդյոք սերն այնքան կարող է ուժեղ լինել, որ հաղթահարի այս բոլոր դժվարություններն ու վրեժը, հատկապես այն բանից հետո, երբ Հայկը պարզի, որ իր հայրը ոչ թե թողել իրենց հեռացել է, այլ Սաքոյի ձեռքով մահացելն ու նույնիսկ անգերեզման է մնացել։ Գրեք նաև, թե արդյոք Սոնայի ու Վռամի սերը նաև կարող է հաղթել, արդյոք Վռամը կարող է իր վրեժի ծարավն ու իր ցավը դնել մի կողմ ու Սոնային երջանկացնել, չէ՞ որ նա Սոնային տեսնում է որպես թշնամու ու աղջկա։ Բնականաբար Վռամին հասկանալի է, որ այժմ այս պահին նա չի կարող ուղղակի Սոնայի կողքին լինել, բայց դա չի խանգարում, որ նա Սոնային հետևի ու պաշտպանի բոլոր այն անցանկալի մարդկանցից, ովքեր փորձում են նրան վնասել կամ վախեցնել։ Իհարկե Սոնան վախեցողներից չէ, հատկապես նրա կողքին են Հայկն ու հայրն ու ամեն ինչ անելու են նրան պաշտպանելու համար, բայց դեռ Սաքոն չգիտի, որ եթե Արմոյի ոտքը մի փոքր սեղմի, ապա Արմոն ամեն ինչ շուռ կտա։
Նարեն էլ հայտնվել է ծանր իրադրության առաջ, քանի որ հայրը չի հասկանում իրեն, նա էլ չի փորձում Վռամին ասել, որպեսզի Վռամն ու Արմոն իրար հետ չկռվեն, բայց արդեն Արմոն կարծեք թե կարմիր գծերը հատել է ու հասցրել ստանալ Վռամի կողմից հարվածներ։ Դե ինչ, հեռուստասերիալում ամենահետաքրքիրը դեռ առջևում է, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, արդյոք հեռուստասերիալի սցենարիստն ու պրոդյուսերը կարողացել են արդարացնել հեռուստադիտողների սպասելիքները, գրեք նաև թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։